ամենակարող եւ ամենատես արքա, գոհություն քեզ, փառք քեզ, ամեն փառքն ու գոհությունը Տեր ջան, այսօր քո տնից թող բարձրանա դեպի քո զորավոր աթոռը Տեր ջան, քո գահ է իմ արքա, թագավորների թագավոր եւ տերերի Տեր, շնորհակալ ենք Հիսուս, որ դու մեզ քո ողորմությամբ գտար ու դարձրիր քո որդիները իմ արքա,
Շնորհակալ եմ Հայր, որ սիրեցիր մեզ քո հավիտենական սիրով իմ արքա, եւ այսօր քո խորանի մեջ կրկին գոհության պատարակներ ենք բարձրացնում քեզ Տեր ջան, եւ ասում ենք Հայր, փառավորվես ամեն մեկի կյանքի մեջ իմ արքա, փառավորվես Հայր այս հրաշալի փառաբանության մեջ Տեր, փառավորվի քո սուրբ ու պատվական անունը Հայրս, ամեն մեկիս կյանքի մեջ, եւ բոլորս ասեցինք ամեն, ամեն, փառք քեզ ամենակարող արքա։ Սիրելիս, եկեղեցում կան հոգսեր եւ կարիքներ եւ մենք հավատում ենք, որ դրանք գալու է ժամանակ, որ չեն լինելու։ Բոլորը դառնալու են վկայության խոսքեր Հիսուսի անունով։ Եկեք միասին ձեռք պարզենք եւ աղոթենք այս հոգսերի եւ կարիքների համար։ Տեր, դու ամենակարող Աստված ես։ Քո մեջ ոչ մի նշույլ չկա կասկածի իմ արքա։ Մենք քո սուրբ գահի առաջ ենք բերում այս բոլոր կարիքներն ու հոգսերը Հիսուս եւ հավատում ենք Տեր, որ ովքեր որ գերբնական հավատքով դեպի քեզ դրել են իրենց հոգսերը Տեր ջան, պատասխանվելու են քո զորավոր փառքի համար Տեր ջան։ Թող ամեն մի եկեղեցու անդամ Տեր, որ քո որդիներն ու դուստրերն են իմ արքա, չունենան հոգսեր, այլ միակ հոգսը լինի ավետարանը տարածելը Տեր ջան։ Թող ամեն մի կարիք այստեղ պատասխանված լինի քո հայրական բարի ձեռքով Հիսուս, քո հայրական կատարյալ ձեռքով իմ արքա, եւ բոլորս տեսնելով այդ վկայությունները կփառավորեն քո սուրբ ու պատվական անունը։ Հալելույա, ամեն։ Փառք Աստծուն, փառք Տիրոջ այս հրաշալի փառաբանության համար։ Սիրելիներս, մի պահ երբ որ փառաբանություն էր գնում, ես փակել էի աչքերս ու տեսա, թե երկնքից ինչպես են փոքրիկ զուլալ ջրի կաթիլները բյուրեղի նման իջնում այս փառաբանության վրա։ Տերը փառավորվում է։ Դու էլ փառաբանիր Տիրոջը, երգիր, ոչինչ ձայն չունես, ես ձայն չունեի, բայց հիմա երգում եմ Տիրոջը ու հավատում եմ, որ փառաբանելու եմ ամեն ժամանակ ու զորանալու է իմ ձայնը Տիրոջ փառքի համար։ Ամեն։ Նստիր քո հոր հրաշալի ներկայության մեջ։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը հրաշալի քույրեր եւ եղբայրներ փառաբանության։ Տերը ձեզ էլ ավելիով օրհնի։ Շնորհակալ եմ Աստծուց եւ շնորհակալ եմ իմ հովիվներին, որ այսօր ես այստեղ եմ ու պիտի ծառայեմ ձեզ։ Պիտի ծառայեմ Տիրոջ խոսքի համեմատ։ Տեսեք սիրելիներս, ուզում եմ խոսքը սկսել Երեմիայից 31 գլուխ 3-րդ խոսքից։ Ինչ սիրուն խոսքեր են սրանք։ Տերը վաղուց երևաց ինձ եւ ասաց. հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ Տեսեք ինչ հրաշալի է ասում Տերը, ասում է ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում։ Իսկ դու Տիրոջը սիրում ես։ Փառք Աստծուն, որ սիրում ես։ Տերը Ամեն։ Տերը ինձ ու քեզ հավիտենական սիրով սիրեց ու իր ողորմությունով բերեց իր ներկայության մեջ, իր տան մեջ, իր որդիների եւ քույրերի մեջ, որ դու այսօր Տիրոջը ծառայես քո ժամանակով, քո ֆինանսով, քո ամբողջ էությամբ, քո բոլոր այն պարգևներով, որ իծնե Աստված դրել է քո մեջ։ Գիտեք չէ, որ մենք բոլորս շնորհաշատ ենք, որովհետև Աստված մեզ շնորհքով է ստեղծել։ Մենք բոլորս ունենք շնորհքներ եւ դա պիտի Աստծուն ծառայեցնենք։ Ամեն, փառք Աստծուն դրա համար։ Շատ հրաշալի ու գերբնական է մեր Աստված։ Ով է հավատում, որ Աստված օրհնող Աստված է։ Ամեն։ Աստված կարիքները լրացնող Աստված է։ Փառք Աստծուն։ Ամեն ժամանակ այս խոսքերը պիտի հիշենք սիրելիս։ Մենք պիտի Աստծու տուն գանք առատաձեռնությամբ եւ Տիրոջը տանք մեր ամենաընտիրը, ամենալավը ու ինքը հաստատ վարձահատույց լինելու։ Ես ձեզ համար կենթանի օրինակ եմ այստեղ կանգնած, թե Աստված ինչքան հրաշքներ է արել իմ կյանքի մեջ, թե Աստված ինչպես է բժշկել իմ ֆինանսները, ինչպես է բժշկել իմ ընտանիքի առողջությունն ու իմ երեխաներին։ Փառք Տիրոջը դրա համար, սիրելիս։ Երբեք չմտածես Աստծուն տալուց, որ դու ինչ որ ուղակի տալիս ես տալու համար, հա, տամ Աստված տեսնի տվեցի, ոչ, սիրով տուր Աստծուն, որովհետև Աստված մեզ սիրելով իր միածին որդուն տվեց, Աստված մեզ սիրելով հավիտենական ժառանգություն մեզ տվեց, Աստված մեզ սիրելով ողորմեց։ Տեսեք ամեն բանի մեջ Աստված սեր դրեց։ Մենք էլ պիտի այդ սերը դնենք Տիրոջ գործերի եւ Տիրոջ փառքի համար։
Գիտեք, ես վերջում Ծաղկաձորում սեմինարի էինք ու առաջնորդներից մեկը ասեց. «Վերցրեք մի թուղթ ու այդ թղթի վրա գրեք. ձեր երկրավոր հայրը ինչ է արել ձեզ համար ու գրեք, թե երկնային հայրը ինչ է արել ձեզ համար»։ Միգուցե քուրիկներից շատերը գրեցին շատ լավ բաներ իր երկրավոր հայր մասին, բայց իմ այդ հատվածը թղթի դատարկ մնաց։ Այնտեղ չկար մի բան, որ ես գրեի, որ իմ հայրը սա է արել իմ համար, սա է արել իմ համար։ Այդ հատվածը մի տեսակ դատարկ էր, ու գիտեք որն էր իմ համար ամենակարևորը, որ այդ հատվածի դատարկության մեջ նեղվածություն չկար, չներում չկար։ Ես ուղղակի դատարկ թողեցի այդ հատվածը, որովհետև չհիշեցի մի բան, որ իմ երկրավոր հայրը իմ համար արել էր։ Բայց այն հատվածը, որ գրված էր երկնային հայրը, էլ տեղ չէր մնացել, որ ես ինչ-որ բան ավելացնեի, որովհետև իմ երկնային հայրը ինձ փրկել է, որովհետև իմ երկնային հայրը ինձ ողորմել է, իմ երկնային հայրը ինձ ասել է, որ դու իմ աղջիկն ես, իմ երկնային հայրը ինձ ամեն նեղության մեջ իմ կողքին կանգնել է, եւ իմ երկնային հայրը ինձ օրհնելով օրհնել է ու օրհնում է։ Փառք նրան այդ բոլոր օրհնությունների համար, սիրելիներս։ Ամեն։ Ես ուզում եմ, որ ամեն մեկիդ կյանքի մեջ, երբ որ նման հարց դրվի, բոլորդ ունենաք Աստծո անվան տակ շատ տողեր, որ կգրեք նրա հրաշքների մասին։ Դա է միայն փառավորում Աստծուն ու քո կյանքը լույսի մեջ է տանում։ Դու լուսավորվում ես Աստծով։ Դա մի հրաշալի ու գերբնական բան է, երբ որ Աստված քո մեջ կա։ Ու երբ որ այնտեղ ես խոսք ստացա, որ Աստված ասում է դու իմ աղջիկն ես, այդ մի այլ բան է, սիրելիներս, երբ որ դու երբեք այդ բառը չես լսել քո հորից, բայց Աստված ասում է դու իմ աղջիկն ես։ Ինչքան լավն է, չէ՞ այդ արտահայտությունը։ Պահեք, եթե Տերը խոսում է ձեր հետ ու ասում է, որ դուք իր աղջիկն եք, դուք իր ընտրվածն եք, դու իր միակն եք, տարբեր անուններ է տալիս մեզ Տերը, նույնիսկ ասում է դու իմ ընտրվածն ես։ Հա, պահեք այդ անունները շատ պինդ եւ Աստված կփառավորվի այդ անունները ձեզ տալով ձեր միջոցով, փառք Աստծուն։ Ուզում եմ նաեւ կարդալ Կողոսացիս 3-րդ գլխի 23-ից 24 խոսքերը։ Ինչ որ անեք, սրտանց արեք։ Ինչպես կանեք Տիրոջը եւ ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջի ժառանգության հատուցումը կստանաք, որովհետեւ Տիրոջ Քրիստոսին եք ծառայում։ Տես ինչ սիրուն է ասում, երբ որ ասում եմ սիրով անենք Աստծո համար, ասում է ինչ որ անեք, Տիրոջ համար արեք։ Մի արեք մարդկանց աչքին երևալու համար, հա։ Ես եկա եկեղեցի, գիտես, այսքան զոհաբերություն եմ արել քուրս, Տերը տեսել է։ Թող դա մնա քո ու Տիրոջ մեջ։ Ինչքան սիրուն է, չէ, որ երբ որ դու քո պապան գաղտնիք ունեք, այդ այնքան լավն է, որ ասում ես Տեր, ես իմ ու քո մեջ, ես էս եմ արել քո համար, Տերը տեսել է, փառք Աստծո, որտեվ ինքը ամենատես Աստված է, ամեն բան տեսնում է, մեր կյանքի բոլոր իրավիճակներն էլ է տեսնում։ Ու նորից ուզում եմ մի հրաշալի վկայություն անել այստեղից, որպեսզի դուք լսելով վկայության խոսքը տեսնեք, թե Տերը ինչքան հրաշալի է ու ձեր կյանքում էլ կարող է այդպիսի հրաշքներ գործել Տերը։ Գիտեք, այս սեմինարի հետ կապված, որ մենք Ծաղկաձոր էինք գնացել, անցած տարի այդ ժամանակահատվածում էր, մենք նորից այնտեղ էինք ու պետք է գիրք թարգմանվեր, որպեսզի սեմինարը շարունակվեր հաջորդ տարի։ Ու ես այդ պատասխանատվությունը վերցրեցի, ասեմ Տիրոջ առաջ անշահախնդիր, որ ես կթարգմանեմ այդ գիրքը ու մենք կունենանք քույրական նորից օրհնված ծառայություն։ Փառք Աստծուն, շատ քիչ ժամանակահատված տրամադրվեց ինձ, ընդամենը մի ամիս կարելի ասել, բայց ավելի քիչ ու գիրքը արդեն ստացված էր։ Երբ որ գիրքը ուղարկեցի արդեն Լիբանան, քուրիկը գրեց, որ փառք Տիրոջը, ուրեմն սեմինարը կլինի, մենք կգանք, որպեսզի փառավորվի Տերը։ Ու գիտեք, երբ որ եղբայրներից մեկի հետ խոսում էին գրքի հետ կապված, ասեց, գիտես չէ ան, ասեց դու 6 հոգու աշխատանք ես միայնակ կատարել, ես զարմանում եմ քո ուժերի վրա, ասի մի զարմացի դա Աստված է արել իմ միջոցով։ Ասեց գիրքը թարգմանիչը միայն թարգմանում է, տալիս է խմբագրերին, մատենագրություն, սրբագրություն եւ տպագրություն։ Դու այդ 6 հոգու գործը մենակ արել ես։ Մի ամսում 300 էջ գիրք ենք հրատարակել ու հիմա փառավորվում է Տերը այստեղ։ Աստված քեզ հաստատ վարձահատույց կլինի։
Ու նայեց իմ աչքերին, ասեց, երբ որ աչքերիդ նայում եմ, հասկանում եմ, թե ինչքան դժվարության միջով ես անցել։ Հոգնած աչքեր ունես, ասեցի, փառք Աստծուն, Տիրոջ համար եմ արել ու արել եմ անշահախնդիր։ Սեմինարի ժամանակ 3 օր մենք պատրաստ սպասում էինք քուրիկներով, որ պետքա այդտեղի քուրիկներից մեկը բարձրանա, ասի, վայ շնորհակալություն, գիրքը թարգմանելու համար, բան եւ այլն, բայց ոչ մեկ մեզ շնորհակալություն չասեց դրա համար։ Բեմից։ Բայց քուրիկներ ինքան եմ սիրում իմ քուրիկներին Տերը օրհնի ձեզ։ Ես իրանց տագնապն եմ հիմա հիշում, որ իրանք բա մի հատ չլիներ, բա մի հատ չասեին եւ այլն։ Բայց խաղաղություն կա մեջս, ասում ենք, չէ, Տերը, ասեցի, ես Տիրոջ համար եմ արել, քուրիկներ ջան, պետք չի որ ամեն մեկը բոլորը իմանան։ Տերը գիտի, որ ես դա սրտանց եմ արել։ Ու գիտեք զարմանալին որն էր, երբ որ ծառայության վերջում քուրիկներից մեկը մոտեցավ, ասեց, գիտես չէ, ինչի համար չենք բարձրաձայնում, որ եթե մենք բարձրաձայնենք հիմա, կարող է քո մոտ այսպես տեղատարապ լինի, էլի, այդ ինքնա անվճար այդ գործը անելու։ Դրա համար Տերը թող փառավորվի, ասեցի, այո։ Ու երբ որ մենք դուրս էինք գալիս այնտեղից, քուրիկը մոտեցավ, ասեց առանցից տեսնելու չգնաս։ Ասեցի լավ, ուրեմն շնորհակալություն են ասել էսա ինձ։ Ես այդ փոքրիկ շնորհակալությունը վերցնել եմ ու ուրախ գնալու եմ այստեղից։ Ու գիտեք, ինձ դա լիովին բավարար էր, Տիրոջ առաջ եմ ասում, որ ես Տիրոջ համար ինչ որ մի փոքր բան եմ արել։ Իմ կյանքը դրել եմ, որ Տերը օրհնվի։ Այդ գրքի միջոցով շատ քուրիկներ օրհնվեցին ու ազատագրվեցին, փառք Աստծուն։ Ու գիտեք որն էր հետաքրքիր, երբ որ ինքը ինձ մոտեցավ, մի բան տվեց, ասեց, սա քեզ գրքի հեղինակն է օրհնել։ Ես նենց մի պա վախեցա, ասեցի, չէ, չեմ ուզում, ես սա անվճար եմ արել։ Ու գիտես ինքը ինքան սիրուն ասեց, սա ես չեմ արել, սա գրքի հեղինակն է արել եւ ասելա, թող օրհնված լինի այս քուրիկը Հիսուսի անունով։ Ես վերցել էի մի պուջուրը, չէ, սկզբից ուրախացա, որ ինձ հրավիրեցին Ծաղկաձոր, գնամ, կհանգստանամ, հետո ուրախանում էի, որ Տերս մի հատ շնորհակալություն կասեն ինձ, բայց վերջում Տերը ավելի մեծով վարձահատույց եղավ իր գործի համար։ Ինչն է այստեղ բանալին, սիրելիս, արա Աստծո համար սրտանց սիրով։ Ու երբեք ոչ մի բանի մի սպասիր մարդկանցից։ Տերը իր ժամանակին տալու է քեզ քո վարձքը։ Փառք Աստծուն։ Մենք Աստծո որդիներ եւ զավակներ ենք, Տերը գիտի մեր կարիքները ու շնորհակալություն Աստծուն։ Ես այսօր առավոտ էլ մի հատ գերբնական օրհնություն եմ ստացել, ասում եմ Տեր ինչքան, ես սպասում եմ էլի, փառք Աստծուն։ Իմ եւ քո օրհնությունները գերբնական են ու Աստծուց են։ Դու երբեք չես կարող մարդուն ասել, այս մարդն է ինձ օրհնելու։ Էնպիսի մի տեղի Տերը քեզ կօրհնի, որ կզարմանաս։ Էնպիսի մի ծառայության ժամանակ, որ դու այստեղ ես Տերը քեզ կբժշկի, որ դու կզարմանաս, որ Տերն արեց դա։ Սիրիր Աստծուն, արա Աստծո համար սրտանց ամեն բան եւ կտեսնես, որ Տերերի Տերն ու ամենատես Աստված քեզ վարձահատույց կլինի։ Փառք Աստծուն, թող փառավորվի Տեր ամեն մեկի կյանքի մեջ։ Ողջակով եւ
Հալելույա, Տեր, փառավորում ենք քո սուրբ անունը, Տեր։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ այսօր նորից ու նորից, փառավոր Աստված, որովհետև դու ես մեզ նորից այսօր արթնացրել եւ այսօր մենք հավաքվել ենք քո առաջ քեզ երկրպագելու, փառաբանելու, գովաբանելու, գոհության պատարագները մատուցանելու։ Փառք ու պատիվ քեզ իրականում, Տեր, շնորհակալություն, գոհություն, փառք ու պատիվ քեզ, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր ջան։ Հալելույա, ամեն։ Ամեն, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Իրականում փառքը Հիսուսին, շնորհակալություն ու գոհություն։ Ինչ որ մեկը կասի հովիվ ջան, բայց գիտես դու իմ վիճակը, ախար փառքը էլի Հիսուսին, բայց իմ վիճակը, իմ կյանքը, ինչ է իմ հետ կատարվում, իմ տանը ինչ է կատարվում։ Սիրելիներ ջան, Աստված դրա համար մեզ սովորեցնում է։ Աստված մեզ սովորեցնում է ապրել, օրհնյալ լինի մեր Տերը։ Բարի եղի ամեն ասու խոսքը վերցնես, սրտիդ մեջ դնես եւ ապրես, կիրառես։
որպեսզի կյանքից այն նեղություններից ու դժվարություններից դուրս գաս։ Աստված մեզ սովորեցնում է դրա համար։ Ես հիշում եմ մեր կյանքը, երբ որ մենք եկանք Քրիստոսին, 26 տարի առաջ էր դա, ու կինս մահացու հիվանդ էր, սրտի առատով, իսկ ես շատ ծանր էի, որովհետև նախ այդ հիվանդությունը, որ տան մեջ է, երեխաները փոքր, շատ ծանր էր։ Ես էլ իմ հերթին դիվային հարձակումների տակ էի, եւ այլ, բայց եկանք Տիրոջը, նվիրվեցինք Տիրոջը։ Աստված, գիտես, ես այսքան տարի քննում եմ կյանքը, չեմ տեսել, Աստված հենց այնպես ինչ-որ բան անի, մարդկանց կյանքում բարձրացնի։ Ուրեմն շատ կարևոր է, որ դու գաս առաջի հերթին նվիրվես Հիսուսին։ Շատ կարևոր է նվիրվել, անմնացորդ նվիրվել։ Ոչ թե ձեռի հետ, ասենք դու քո կյանքը, քո ձևերով, քո իմաստությամբ, քո եսակենտրոնությունով, հետո նոր ձեռի հետ ասում։ Այտենց չի լինում օրհնությունները։ Նվիրվի ամբողջ հոգով ու սրտով ասում։ Աստծո տանը, ասուն նվիրվել, դու Աստծո տան մասին է խոսքը։ Նվիրվի Աստծո տանը, արա ինչ-որ մի բան Աստծո տան մեջ, այսինքն եկեղեցու մեջ։ Որովհետև ասուն դու ուրիշ որոշ մի տեղ չես կարող տեսնես, ինչ-որ բան անելու համար։ Աստծո համար անում են Աստծո տան մեջ, Աստծո հարսի հետ կապված։ Եկեղեցին Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարսն է։ Ամեն։ Եվ շատ կարևոր է միաբան անելու եւ ծառայելու։ Խաղաղություն այդտեղ այդ երեխաներին Հիսուսի անունով։ Եվ նրանից հետո, ինչքանով որ դու կնվիրվես, ինչքանով որ դու կսկսես փնտրել Տիրոջը եւ հնազանդվել խոսքին։ Գիտես, որ Աստծուն սիրում ես, ինքս ինքյան հնազանդվում ես։ Ամեն։ Եվ Աստված ինչ-որ բաներ քայլ առ քայլ քո կյանքում սկսում է փոխել։ Ես չգիտեմ աշխարհից ամեն մեկը ինչ ձևով է գալիս։ Մարդ կա պարտքերի մեջ թաղված, մարդ կա հիվանդությունների ահավոր մահացու հիվանդություններով, մարդ կա փոխհարաբերությունները մարդկանց հետ այնքան խառն է հարազատների ու բարեկամների։ Դա էլ է սատանայի մատը, խառնել է լրիվ իրար։ Մարդ կա քաղաքն է թողնում փախնում, որովհետև փոխհարաբերությունները շատ վատ է մարդկության հետ։ Մի խոսքով, նայած ով ինչ իրավիճակների մեջ է, բայց ամեն իրավիճակներից մեր Տերը կարող է քեզ դուրս անել։ Իրավիճակ կա, որ դու մտածում ես դուրս ելնել չկա դրանից, բայց Աստված ինքը կարող է քեզ դուրս անել, եթե անմնացորդ նվիրվես, եթե սիրես Տիրոջը եւ անես, սերը գործողություն է, ինչ որ բան անես Տիրոջ համար։ Հավատա Տերը դուրս կհանի։ Ես որպես հովիվ երբեմն նայում եմ մարդկանց կյանքերին, ինչ որ բաներ գիտեմ, ինչ որ ընտանիքների մասին։ Ու մարդկորեն մտածում եմ, բայց չեմ գտնում պատասխանը այդ մարդը ոնց դուրս կգա այդ վիճակից։ Որպես մարդ ես մտածում եմ ու լուծում չունեմ դրան։ Բայց միայն Աստված ունի այդ լուծումը։ Միայն Աստված կարող է։ Եթե Աստված ինձ հանեց իմ կնոջ հետ, իմ ընտանիքով հանեց մահացու հիվանդություններից, ծանր կյանքից, ուրեմն ձեզ նույնպես կհանի։ Բայց ասեմ, որ այդ ամեն ինչը հենց այնպես չեղավ։ Մեր անմնացորդ նվիրվածությունը, մեր զոհերը շատ կարևոր են։ Շատ կարևոր են քո պարզ, միամիտ, սրտանց զոհերը։ Դրանք էլ կարևոր են, որովհետև դրա հետ կապված է քո օրհնությունները։ Նոր Անան ինչ-որ բաներ է պատմում, իրականում Անայի պատմությունը Շանթի ես նույնպես գիտեմ, ինչ նեղություններից են իրանք դուրս եկել։ Եթե որևիցե մեկը չգիտի, ասեմ, 2 երեխա են նրանք կորցրել, մինչև ասուն գալը, երիտասարդ տարիքում։ Եվ այդ ամեն ինչը կապված է նաև հոգեբանական ճնշումների, նաև ֆինանսական եւ փոխհարաբերությունների հետ։ Տեսնում եմ մարդիկ այսօր սրտանց նվիրված ծառայում են, պարզ ձևով նվիրված ծառայում են, իրենց փառքը չփնտրելով,
Գիտես, շատ վատ է, դժվար է, ասու առաջ, երբ որ մարդ իր փառքն է փնտրում, իր եսակենտրոնությունը, իր եսն է ուզում ցույց տա ու բարձրացնի։ Հավատացեք, դա երևում է։ Դա երևում է։ Եվ երևում է, երբ որ մարդ ուղակի Տիրոջ փառքի համար ծառայում է ասում։ Որովհետև խոսքը ասում է, եթե մեկը իր եսը ուզում է բարձրացնի, նա պետք է իջնի։ Ասենք մենք չգիտենք քո սիրտը որպես մարդ, բայց հո Աստված գիտի։ Ասու օրենքը աշխատելու է, միանշանակ գործելու է, որտեղ Աստված սրտեր քննող է։ Դրա համար աշխատի եսդ ուրանաս, խաչդ վերցնես եւ հետևես Հիսուսին։ Այդ դեպքում Տերը քեզ կօգնի, կբարձրացնի, ընտանիքդ կպահի։ Մի հատ կարճ կյանք ունենք այս աշխարհի վրա, ընդամենը մաքսիմում ասեմ 90 տարի։ Դա շատ արագ է թռնում, հավատացեք ինձ, շատ արագ է թռնում։ Մանավանդ 20 տարեկանից հետո։ Եվ այդ կյանքը պետք է շատ ճիշտ ապրել։ Ամեն։ Մենք ժամանակ չունենք սևագրելու։ Մենք պետք է մի անգամից մաքրագրենք, ճիշտ ապրենք եւ վայելենք եւ գնանք երկինք։ Ամեն։ Թե չէ մի հատ սևագրել, մի հատ արտագրել, մի հատ չգիտեմ։ Զորացեք ասո, վստահեք Տիրոջը։ Ու կտեսնեք ասո փառքը ձեր կյանքում։ Աստված մեզ շատ բաներ է սովորեցնում։ Խոսքը, որ այսօր ուզում եմ խոսեմ ձեզ հետ, վերնագրել եմ այսպես. Չարին չարով չհատուցես։ Չարին չարով չհատուցես։ Զարմանալի է, չէ՞, ոնց։ Հով ջան, ոնց չարին չարով չհատուցեմ։ Ինչ է դա նշանակում։ Հո ես հարիվ չեմ։ Հո ես խեղճ չեմ։ Ես կարգին համարցակ տեղը տեղին մարդ եմ, կին եմ կամ տղամարդ եմ։ Ով իրավունք ունի ինձ մի հատ ասի աշկիտ վերևը հունք կա։ Գիտես, մեր դաստիարակությունը այսպես է եղել, որ չխեղճանաս։ Դուխդ տեղը պայի։ Ես նորից կրկնեմ իմ հոր դաստիարակությունը, որ ինձ տվել է, մենակ ճիշտ տեղի ասում էր։ Մենակ ճիշտ տեղի, այսքան մանկապարտեզի երեխա է։ Մենակ ճիշտ տեղի, հանկարծ մեկը ասի աշկիտ վերևը հունք կա, քարը վերցրու տուր գլուխը կոտրի։ Ես Տեր եմ։ Ես այդպես մեծացել եմ։ Լավա Տերը մեջս խիղճ էր դրել։ Հայրս ասում է, ես Տեր եմ, դու արա։ Շատ ուժեղ համարձակություն է տալի, չէ՞։ Բայց փառք Աստծո, տենց բան չեմ արել, բայց դա մեր ենթագիտակցության մեջ մնացել է, որ չարին չարով պատասխանենք։ Բայց Աստվածաշունչը ուրիշ բան է սովորացնում։ Եվ շատ կարևոր է, որ մենք հետևենք Աստվածաշնչին։ Ամեն։ Ով է համաձայն իմ հետ։ Մեր ծնողները, մեր պապերը, տատերը մեզ ուրիշ բան են սովորացրել։ Լրիվ աշխարհի ձևերով։ Դա դիվային է, աշխարհիկ եւ դիվային, շնչավոր։ Բայց Աստվածաշունչը մեզ բոլորովին ուրիշ բան է սովորացնում։ Եվ ուզում եմ կարդամ Եսայա 48 գլուխ 17 խոսքից։ Այսպես է ասում Տերը, քո փրկիչը, Իսրայելի Սուրբը, ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհը։ Երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին։ Այն ժամանակ գետի պես պիտի լինի քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքների պես։ Տեր ասում է, ես եմ ճշմարտությունը, ես եմ սովորացնողը, ես եմ ճիշտը, ես եմ սկիզբը, ես եմ վերջը։ Ես եմ, որ ճիշտը սովորացնում եմ։ Երանի թե ինձ հավատայիր։ Երանի թե ինձ ընդունեիր եւ կատարեիր այն, ինչ որ ես քեզ սովորեցնում եմ։ Կասես հոր ջան, բայց այնքան բան է Տերը սովորեցնում, որը ոնց հասկանամ։ Սիրելիներ ջան, դրա համար Աստված, հիշում եք, Հեսու առաջի գլուխ 8-րդ խոսքում ասեց այս օրենքի գիրքը
քո բերանից չհեռանա, այլ գիշեր ցերեկ, ասա գիշեր ցերեկ, ոչ թե մի օր, ոչ թե 10 տարի առաջ, ոչ թե 5 տարի առաջ, ամեն օր գիշեր ցերեկ, ամեն, այսինքն խոսքը, Աստծո խոսքը գիշեր ցերեկ, քո բերանից չհեռանա, այլ նրա վրա մտածես, որ պահես և կատարես նրա միջի բոլոր գրվածի պես, որովհետև այդ ժամանակ հաջողակ կլինես և խելացի կլինես, ով ուզում հաջողակ լինի, հարկ Տիրոջը, իսկ խելացի, մարդկա ասում ով ջան, որ հաջողակ եղա, խելք այդքան պետք չի, խելքն ինչ եմ անում, խելքը շատ պետք է, Աստվածաշունչը ասում է, որ խելքը ավելի պետք է, քան թե ոսկին ու արծաթը, ամեն, մյուսն էլ ասում է, ռուսերեն ասում է, սիլը jest ումա не надо, փողն էլ իր հերթին ինչ-որ ուժ է, դրա համար խելք չեն ուզում, բայց Աստվածաշունչը ասում է խելք, շատ կարևոր է, որ իմաստություն ունենաս, դա ոսկուց ու արծաթից ավելի թանկ է և կարևոր, դրա համար, որպեսզի դու հասկանաս Տերը ինչ է սովորացնում, իսկ Տերը ինչ է սովորացնում մեզ, շատ բաներ է սովորացնում, ինչի համար, ասենք օրինակի համար հիվանդ ես, Տերը սովորացնում է հիվանդության մասին ճշմարտություններ, որ դու սովորես, մտածես, հասկանաս և բժշկվես, ֆինանսապես խնդիր ունես, պարտքերի մեջ թաղված ես, Տերը սովորացնում է ֆինանսների մասին ճշմարտություն, որ դու հասկանաս, կատարես, հավատաս և զորանաս, ամեն, փոխհարաբերությունների հետ խնդիր ունես, ամբողջ ազգուտակը հակառակված է քեզ, Տերը սովորացնում է այդ մասին, որ վրեժխնդիր չլինես, ներես, սիրես, չարին չարով չպատասխանես, այսօրվա մեր պատգամի վերնագիրը, Տերը մեզ սովորացնում է ամեն բան, հիմա նայած դու ինչի մեջ ես, այդ ուղղությամբ դու պետք է փնտրես ճշմարտությունը և հնազանդվես ճշմարտությանը և կատարես այդ խոսքը ինչ որ գրված է և Տերը ասում է երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին այն ժամանակ, ասա այն ժամանակ ես կզորանամ, ես կբարձրանամ, ամեն, գիտես երբեմն մարդիկ թողում են Տիրոջ խոսքը, մոռանում են, ինչ ասե Տերը, սկսում են իրենց խելքով, իրա տատիի խրատներով, մոր խրատներով, պապայի խրատներով, ինչ-որ բան անել, գիտես նայի տատիիդ կյանքը, նայի մամայիդ կյանքը, նայի հորդ կյանքը, նոր խրատներ ընդունի, ընդհանրապես եթե քեզ խրատում է մի մարդ, որը կայացած չի, այդ ոլորտում, այդ խրատները մի ընդունի, քաչալը դեղ անել իմանար, իրա գլխին կաներ, չէ, հիմա քեզ դեղ է տալի, նայում ես իրա գլուխը քաչալ է, մի ընդունի այդ դեղը, եթե դա աշխատող դեղ լիներ, իրա գլխին կքսեր, սա փոխաբերական եմ ասում, բայց Տիրոջ խրատները քեզ կբարձրացնի, քեզ դուրս կհանես վիճակից, դրա համար պետք է ընդամենը վստահել, հավատալ ու քայլ անել, ու ինչ-որ ժամանակ հետո կտեսնես դու դրա մեջ ես, դու դուրս ես եկել դրանից, հետո ի վերջո այս խոսքի մեջ նայում ենք, Աստված մեզ ասում է ես եմ քո Աստվածը, այսինքն ես եմ քեզ ստեղծել, ես եմ, որ քո մոր որովայնից քեզ ճանաչում էի, դեռ քո պատկերը ոչ ոք չէր տեսել, այն ժամանակ չկար բժշկական այս տեխնոլոգիաները, որ հղի կնոջը ստուգեն, երեխային նկարեն, ես ես վերջերս եմ իմացել, որ սենց բան գոյություն ունի ու ասում եմ Տեր ջան, ես ինչքան ենք հետ մնացել ենք, փաստորեն հիմա արդեն մոր որովայնում երեխային նկարում են, մեր թորնիկին նկարել են, բերել են տատիկի մոտ ցույց են տալի նկարը, անցած թե նախ անցած շաբաթ, տատիկ ասում է ինչ նման է արփին, զարմացել եմ, ոնց,
Հələ չի ծնվել այդ երեխան։ Մա կապ չունի արփին նման է։ Ասի Տեր, ես ուր ենք հասել արդեն։ Հազարամյակներ առաջ Տեր ասում է դու դեռ չծնված, քո պատկերը ես արդեն տեսել եմ։ Հիմա արդեն տեխնոլոգիաներ կա, որ տեսնում են։ Փառք մեր Հիսուսին։ Եվ Տերը ասում է, ես եմ, որ մինչև ալևորություն քեզ կրելու եմ։ Այսինքն քեզ կթողնեմ բոլորը։ Բայց ես քեզ հետ եմ։ Մինչև ալևորություն։ Ամեն։ Դրա համար ասում է, Երանի թե ուշադրություն դարձնես, թե ես ինչ եմ ասում։ Օրհնված կլնես, դուրս կգաս։ Երանի թե։ Բայց այսօր տեսնում ենք Աստծո ժողովրդի մեջ, հավատացյալների մեջ այնքան բռնված մարդիկ կան, որ սատանան բռնես զբաղեցնում է, որ իրանց ուղեղը չաշխատի, միտքը չաշխատի Աստծո խոսքի վրա։ Ձեզ հիշեցնեմ, որ դա հին ուխտում փարավոնն էր։ Հիշում եք, Մովսեսը գնացել էր փարավոնի մոտ, ասում էր Աստված ասում է, որ իմ ժողովուրդը բաց թող, որ գա անապատ ինձ պաշտելու։ Փարավոնն էլ կատաղեց։ Ասեց ախր դու ինչ գործ ունեք, պարապ մնա ձեր միտքը, հələ որ մի հատ էլ Աստծո խոսքի վրա մտածեք։ Արեք ես ձեզ այնքան խնդիրներ ստեղծեմ, որ ձեր ուղեղը ձեր խնդիրի վրա միայն աշխատի, որ Աստծո խոսքի վրա դու չմտածեք։ Աստված ասում է գիշեր ցերեկ մտածի, չէ խոսքի վրա։ Բայց քո պարտքերը, քո հիվանդությունը, ցավերը, դու քիչ ես քո երեխաները, ամուսինը, կինը, ընտանիքը չի թողում, որ միտքդ խաղաղվի, որ մտածի։ Դա փարավոնն է, փարավոնի նախատիպը սատանան է։ Ամեն ինչ անում է, որ միտքդ ցրի, թույլ չտա, որ մտածես, որպեսզի չկայանաս, չվերականգնվես։ Ով է հասկանում ինչ եմ խոսում։ Խնդրի Տիրոջը, որ Տերը քեզ ազատագրի։ Ասա Տեր, օգնի ինձ, որ ես մտածեմ քո խոսքի վրա, որ ես ապրեմ քո խոսքով, որ ես անեմ քո խոսքը, որպեսզի դու զգաս քո իրավիճակից, թե չէ կխորտակի դրա մեջ։ Դու պետք է իմանաս, դու պետք է ուզենաս դա անես։ Դրա համար Աստված ասում է Երանի թե ուշադրություն անեիր, ուշադիր լինեիր։ Իսկ սատանան թույլ չի տալի, որ դու ուշադիր լինես։ Քո ուշադրությունը թեքել է քո ցավերի, խնդիրների, դարդերի ու չգիտեմ ինչերի վրա։ Ով է ինչ-որ բան առնում։ Թող Տերը ազատագրի ամեն մեկիդ ամեն խավար կապանքներից։ Դու պետքա չեղկես այդ ոլորտում, դուրս գաս։ Հենց այնպես չի լինում ոչ մի բան։ Եբրայեցիս դրա համար Աստված նաև այս ոլորտի վրա է սովորացնում, չարին չարով չհատուցես։ Սա էլ ինչ-որ մի հատ սենց ոլորտ է, ճշմարտություն, որ դու պետքա հասկանաս սա, որ հաղթես։ Այսօր ամբողջ աշխարհը չարանում է։ Երեկոյան ծառայությունից հետո նստած ենք, խոսում ենք մեր եղբայրներով, Շանտներ, նստած ենք, Ազատներ, խոսում ենք ու Շանտն էլ է պատմում, որ ասում է, ոնց որ բոլորը հակառակվեցին մեզ, հենց մենք սկսեցինք ապաշխարել։ Երբ որ սիրտը կպնում է ասում, հարազատ, բարեկամ, այն ամենամոտիկ ընկերներ սկսում է հակառակվել։ Ասում եմ, նորմալ է դա տենց պետք է լինի, այդպես եղավ Հիսուսի հետ։ Ձեր հետ էլ է այդպես եղել, ասում է հա, ասում եմ իմ հետ էլ է այդպես եղել։ Բայց այնպես չի, որ ես վատություն եմ արել, վատ բան եմ արել։ Ուղղակի մարդիկ իրանց ծռվում են։ Աշխարհում գոյություն ունի երկու տեսակ մարդ։ Կայեններ և Աբելներ։ Այս երկու տեսակը կա։ Մեկի հայրը սատանան է, մյուսի հայրը Աստված է։ Եթե քո ընկերը, մոտիկը, չգիտեմ ով, բարեկամը, հայրը սատանան է, նա չի կարող քո հետ ընկերություն անի, եթե քո հայրը Աստված է, Հիսուսն է։ Հոգևոր աշխարհից բաժանվում է այդ ամեն ինչը։ Կայենի հայրը սատանան էր, Հաբելինը Աստված էր։ Դրա համար սպանեց։ Եվ այսօր էլ է այդպես։ Պատահական չի։ Դրա համար խաղաղվեք, բայց Աստված ասում է չարին չարով չպատասխանեք։ Սա ճշմարտություն է, սա հոգևոր գաղտնիք է, որ նորից Աստված մեզ սովորեցնում է։
Որովհետև եթե մենք չարին չարով պատասխանենք, մենք կլինենք չարի ծառա։ Մենք անցնում ենք սատանայի տարածքի մեջ։ Չարությունը սատանայից է, եւ դա նրա տարածքն է։ Եթե դու չարին չարով ես պատասխանում, դու արդեն սատանայի դեմ կռվում ես իր զենքով։ Արդեն իր բնավորությունով, իր ձևերով։ Եվ մի անգամ ես ձեզ օրինակ էի բերել, եթե առյուծին, որ համարվում է գազանների թագավորը, տանենք օվկիանոսի մեջ, շնաձկան մոտ, ասենք դե կռվեք իրար հետ։ Շնաձկան տարածքը օվկիանոսն է, ծովն է, չէ՞։ Առյուծը կհաղթի իրեն, թե չէ։ Շնաձուկը կքրքրի, կուլ կտա։ Բայց եթե շնաձկանը հանենք ցամաք ու բերենք առյուծի, ասենք թե անտառը, դաշտը, ասենք դե կռվի առյուծի հետ, առյուծը կքրքրի, կուտի շնաձկանը։ Սա է տարբերությունը տարածքների։ Դրա համար մի մտի սատանայի տարածքը։ Աստված հենց այդ է խորհուրդ տալի, չարին չարով մի պատասխանի։ Դա թուլություն չի, դա ուժեղություն է, դա զորություն է Աստծուց, որ դու կարողանաս չարին բարիով պատասխանել։ Չարին չարով բոլորը կարող են պատասխանել։ Այն ամենաթույլ մարդը, ամենաթույլ փոքր, եւ ընդհանրապես ես գիտեմ, որ այդպես է։ Այն ամենափոքր թույլերը նրանք են անպայման դիմում զենքերին, դանակին, որ գիտեն էլ ուժը չի պատելու, դանակա վերցնում կամ զենք դիմացինին սպանելու համար։ Ուժեղը չի վերցնում։ Դրա համար չարին չարով մի պատասխանի։ Թույլ մարդն էլ կարա, ամենաթույլ մարդը կարա այն ամենաուժեղ մարդուն լուրջ վնաս հասցնի։ Լուրջ։ Փառք Տիրոջը։ Դրա համար Աստված խոսում է այսօր մեզ հետ այդ մասին, որ մենք հասկանանք, այս ճշմարտությունը ընդունենք, որ չարին չարով չպատասխանենք։ Եվ այդ ժամանակ մենք կսկսենք հաղթել։ Եբրայեցիս 6-րդ գլուխ։ Եբրայեցիս 6-րդ գլուխ։ 7-րդ խոսք։ Աստված այսքան մեզ սովորեցնում է, չէ՞։ Բայց ես մարդիկ գիտեմ, որ լսած, չլսած մի հաշիվ է իրանց մոտ։ Իրանք միևնույն է, իրանց մտածելակերպով աշխարհիկ ապրում են։ Եվ այս խոսքը հենց սա է ասում, վասնզի այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը խմե եւ շահավոր արդյունք բուսեցնե, նրա համար, որոնց ձեռով էլ մշակվում է, նա Աստվածանից օրհնություն կընդունի։ Բայց այն, որ փուշ ու տատասկ է բերում, անպիտան է եւ անեծքի մոտ, եւ նրա վերջը այրվելն է։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, ինչպես ձյունը եւ անձրևը գալիս են այս երկիր, իրանց գործը անում են, ոռոգում են, ծառերը ծաղկում են եւ այլ եւ այլ։ Իրանց գործը անում են եւ նորից հետ են վերադառնում իրանց տեղը, անձրևն ու ձյունը։ Այնպես էլ իմ խոսքը, երբ որ ինձանից դուրս է գալիս է, իր գործը պիտի անի, հետո նոր վերադառնա ինձ։ Եթե Աստծո խոսքը գալիս է եւ իրականում պտուղ է տալիս շահավոր, նոր կարդացի, օրհնված ես լինելու։ Բայց եթե գալիս է ու դու լսում ես ու փուշ ու տատասկ է բուսեցնում, չար բաներ, ասում է վառվելն է նրա վերջը եւ անեծքը։ Այսօր շատ հոգեվորների կյանքում Աստծո խոսքը եկել է, բայց տեղ չի գտել։ Փուշ ու տատասկ է բուսնել։ Դրա համար նայում ես այդ մարդու կյանքը անիծված է։ Ուղղակի անիծված է։ Մենք զանազանում ենք անեծքն էլ օրհնությունն էլ, ամեն։ Եթե չես զանազանում, բացի երկրորդ օրինաց 28-րդ գլուխը, այնտեղ գրված է եւ օրհնությունների ցանկը եւ անեծքների ցանկը։ Կարդա դրանք եւ համեմատի քեզ հետ։ Դա տեստ է, համեմատի։ Ու դու կզգաս, դու օրհնված ես, թե չէ։ Պետք չի շատ հեռու գնալ, պետք չի շատ թեոլոգիական, այտենց աստվածաբանական ինչ-որ դե դու գիտես ոնց չէ, տենց չի գրվածա, որ աղքատը հարուստ Աստված է ստեղծել, իրար կողքա դրել, լավ օրը, վատ օրը Աստված է ստեղծել։ Մարդկա սենց արդարացնում է իր անեծքը։ Այն մարդ քեզ տենց է ձեր տալի, գնա տենց ապրի։
ինձ տեն ձեռ չի տալ։ Ես ուզում եմ իմ կյանքում ապրեմ Աբրահամի պես։ Օրհնված լինեմ, որովհետև Տերը գնեց ինձ օրենքի անեծքից, իմ փոխարեն անեծք դարձավ եւ ինձ կցեց Աբրահամի օրհնություններին։ Ես էլ ընդունում եմ։ Փառք Տիրոջը։ Հոբ 36:21 բանավոր ասեմ, զգուշ եղիր, որ չդառնաս ամբարշտության, այս համարում է ասվում, որովհետև դու ավելի ընտրեցիր դա նեղվելուց։ Ասում է զգուշ եղիր, չդառնաս ամբարիշտ, որովհետև նեղությունների ժամանակ դու ավելի ընտրեցիր դառնալ ամբարիշտ։ Եվ ընդհանրապես նեղությունների ժամանակ է, որ մարդիկ ճզմվում են ու ինչ իրանց մեջ կա դուրս է գալի։ Ու մի տեղ էլ կա, չէ, Աստված ասում է թույլ տվեց, որ փորձվես, որպեսզի տեսնի քո սրտի մեջ ինչ կա։ Խոսքը ասում է զգուշ եղի նեղությանդ օրը, որ չդառնաս մեղքերի ամբարշտության։ Վրեժ խնդիր չլնես։ Մարդ ասում է այսի է մեղավոր, այն է մեղավոր, կիսուրս է մեղավոր, որ իմ կյանքը սենց եղավ։ Մյուս ասում է տեքորս կինը, այն մեկ ասում է զոքանչս չլներ, իմ տունը մնացել էր, քանդեց տունս։ Ու սկսում եմ բամբասել ու չարախոսել, լսել եք նման բաներ։ Եվ ընդհանրապես սատանան շատերի տունն է քանդում, այսպես։ Օրհնյալ լինի Աստված, որ եկավ մեր քանդված տները վերանորոգելու։ Փառք Հիսուսին։ Ամեն, փառք քեզ Տեր։ Տերը եկել է մեզ վերականգնելու։ Ինչքանով դու կընդունես խոսքը, կհնազանդվես, կվերականգնվես։ Չես ընդունի, մատերիարանքով կնայես, կտանջվես։ Եվ այսօր աշխարհում շատերը տանջվում են, քանդվում են։ Ես նայում եմ աշխարհում այնց ուրախ, զվարթ, ամեն մեկը իր գործին, իր զբաղմունքին, բայց չեն հասկանում, որ իրանք քանդվում են։ Սատանայի իշխանության մեջ, տիրապետության մեջ, իրանք ուզում են կյանք վայելեն, առանց կյանքի Տիրոջը։ Հնարավոր չի առանց Հիսուսի կյանքը վայելել։ Լավ, մի փոքր ժամանակ հնարավոր է մի քիչ հաջողություն ունենաս, փող աշխատես, տուն առնես, մեքենա առնես։ Մի քիչ վայելես, մանգաս, բայց հիմնական կյանքը, հավիտենականությունը դա Տերն է։ Եվ Տերը դա տալիս է, օրհնում է, մինչև որ դու հասկանաս Տիրոջ խոսքը հասնի քեզ։ Բայց եթե Տիրոջ խոսքը հասել է քեզ եւ անպտուղ է մնացել, այդտեղից գնում ես ցած։ Գիտես, մինչև մեր ապաշխարելը 3 տարի, եթե ոչ շատ, մենք Աստծո խոսք ենք լսում։ Իմ մորաքույրն էր գալի մեր տուն պատմում, մենք հակառակվել էինք, ատում էինք, ասում ենք ես հավատացյալ են դառե, ֆարմազեն, չգիտեմ ինչ են ուզում են մեզ դարձնեն, թողեք մեր տուն մեկ եկել։ Հակառակվել էինք։ Եվ մեր կյանքը գնաց ուրիշ տեղ, անեծքի։ Հասկանում ես, բաներ կա։ Մինչև Աստծո խոսքը չէր հասել մեզ, նորմալ ապրում էինք։ Հենց հասավ մեզ ու մերժվեց, անեծքը մտավ մեր տունը։ Հետո մի 3 տարի հետո նոր սկսեցինք ապաշխարել։ Այսօր աշխարհում էլ շատերի կյանքում հասել է խոսքը, նրանք ծիծաղում են, ծաղրում են, չգիտեն, որ դրանից հետո իրանց կյանքը թեքվելու է դեպի վատը, որովհետև խոսքը եկավ եւ մերժվեց, փուշ ու տատասկ բերեց, նրա համար անեծ կա գալի։ Սիրելիներս, ես ուզում եմ խոսեմ նաև համացանցով մեզ դիտողներին, եթե դու տանը նստած նայում ես եւ մտածում ես դա նորմալ է եւ չես միանում եկեղեցուն, ասեմ քեզ, որ դու խափնված ես։ Կոչ եմ անում հիմա այս ամբիոնից, որպեսզի քայլ անես եւ ապաշխարես եւ միանաս Աստծո եկեղեցուն։ Հիսուսի անունով, որովհետեւ այդպես դու կփրկվես եւ օրհնված կլինես։ Ամեն։ Որովհետև նկատել եմ շատերը տանից նայում են, բավարարված են դրանով։ Նայում ենք։ Լավ նայելը նայում ես, բա ինչ ես անում։ Տիրոջ համար ինչ ես անում։ Անպտուղ ծառը կտրվում, կրակն է գցվում։ Փառք Հիսուսին, դրա համար պետք է խելքը գա գլուխը, մարդ հասկանա, թե ինչ է անում, ինչի մեջ է ինքը կանչված։ Փառք մեր Տիրոջը, ուրեմն մենք որոշեցինք, որ նեղության ժամանակ նեղվելուց
չչարանանք, չարին չարով չպատասխանենք, չհատուցենք։ Մի քիչ մանրանամ սրա մեջ, որ հասկանաք։ Ասենք նեղությունը հնարավոր է քեզ մերժել են, հնարավոր է քեզ անարգում են, քեզ բանի տեղ չեն դնում։ Առաջ քեզ կանչում են ծնունդներին, հիմա արդեն չեն կանչում։ Առաջ քեզ նվերներ էին անում ու շադիր են, հիմա արդեն էլ չեն անում։ Հիմա չեն ուզում երեսդ տեսնել։ Նեղությունա, չէ՞։ Ասում ես լավ էս ինչ եղավ։ Ու սկսում ես չարին չարով։ Հիշում ես քո ծնունդին ես եկա ինչ նվեր բերեցի։ Վատ էր, բա ինչ չես կանչել։ Զորով ուզում ես ստիպես քեզ սիրեն ու հարգեն։ Ու նեղվում ես, ու տանջվում ես, նորմալ է։ Ուղղակի հոգևոր աշխարհում փոխվել են ձեր հայրերը։ Քո հայրը դարձել է Քրիստոսը, նրա հայրը Սատանան։ Ոնց կար, տենց մնացել է։ Դրա համար բաներ է փոխվում։ Հանգիստ ապրի ու վայելի կյանքը։ Փառք մեր Տիրոջը։ Առաջի Պետրոս եւ նման բաներ կան, շատ բաներ կան մարդկանց կյանքում։ Մարդը իրականում բարդ էակ է։ Շատ սենց ճյուղեր կա ճյուղավորված իր կյանքում ու նուրբ լարեր սրտի մեջ, որ ամեն մի բանը հնարավոր է իրան նեղացնի։ Անտեսեցին, մերժեցին, ուշադրություն չդարձրեցին, մոռացան ու մարդու սիրտը տակնու վրա է ալնում։ Նեղվում է ու սկսում է չարանալ եւ չարին չարով պատասխանել։ Նրան չի հասնում։ Եվ նման բաներ։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ Աստված ինձ ինքը իրանով բացում է խոսքը։ 9 խոսքը։ Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք։ Այս սկզբի ժամանակները, որ ընկել ենք սրա մեջ, սկսում ենք իրար բացատրել, իրար ասել, երես բերես անել, ես սենց ասի, դու նեն, չէ ասմա դու տեն չասիր, դու նենց ասիր, ասում ես, չէ ես սենց չասի, նենց ասի, օրերով, տարիներով բացատրում ես քո արդարություն, տեսնում ես չի անցնում։ Քեզ ուզում ես արդարացնես, քեզ բարձրացնես, եղել ասենց բաներ։ Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակ օրհնեցեք, գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնություն ժառանգեք։ Ամեն, օրհնեցեք, կասես ախար ինքը չարժե այդքան որ օրհնեմ։ Կամ մտածում ես, լավ որ օրհնեմ, բա որ օրհնվի։ Բա որ իրոք օրհնվի։ Իմ վիճակը ինչ կլինի։ Խնդիր կա ստե, զգում եք։ Օրհնես քո հակառակորդին ու ինքը օրհնվի։ Մի հատ անեկդոտ կար, չէ՞, սենց ասում է մեկը հարց է տալի մյուսին, ասում է ինչ որ քեզ տամ, 2 հատ տալու եմ քո հակառակորդին։ Ինչ ես ուզում։ Ասում ուզում եմ մի աշկս հանես։ Հակառակորդի 2 աշկը։ Ինքը մի աշկով շանս ունի տեսնելու։ Հակառակորդը ընդհանրապես չի տեսնի։ Սա լուրջ մարդկային սրտերի հետ է կապված։ Մի աշկս ասում է համ, եթե 2 հատ հակառակորդին է։ Կամ մի ոտս կտրի, նրա 2 ոտը։ Սա մարդկային կյանքն է, բայց Աստված ասում է, մի հակառակվի, չարին չարով մի պատասխանի, օրհնի, որ օրհնվես։ Կարող ես օրհնես։ Ախր այնպես բաներ են անում, ժողովուրդ ջան, ոնց օրհնես։ Հələ մտա, սենց ուղղակի ձեռի հետ ասել ամեն, ամեն, մի քիչ, բայց որ խորանում հիշում ես տեքորդ կնոջ արածը, ասում ես ախր այդ օծին ես ոնց օրհնեմ։ Կա չէ նման բաներ, ու լինում են սենց բաներ, ու շատ են սենց բաներ։ Բայց Աստված ասում է օրհնի։ Օծը իր մեջինն է, ինքը չի։ Օծը մտել է մեջը, բռնել է իրան։ Եվ այդ օծը դուրս է եկել քո դեմ, դու մոռացել ես օծին ու դեմ ես դուրս եկել հենց տեքորդ կնոջը։ Ու Աստված ուզում է որ ներես եւ սիրես, որպեսզի
հաղթես։ Գաղտնիք կա ստեղ թաքնված։ Գիտես, Սաղմոս 109:17-ում 109 Սաղմոս 17-ում էլի բանավորը ասեմ, ասում է անեծք սիրեց, նա կհասնե նրան։ Անեծք սիրեցիր, ուրիշ մեր բառերով ասենք, նա կհասնի քեզ։ Օրհնություն չկամեցար, օրհնությունը հեռու կլինի քեզանից։ Այստեղ խոսքը ասում է օրհնիր, բայց դու չես կարողանում օրհնես։ Չես կարողանում օրհնես, բա որ իրոք օրհնվի։ Աստված էլ ասում է չսիրեցիր օրհնել, հեռու կլինի քեզանից օրհնությունը։ Սիրում ես անիծել, անեծքը կմտնի քո տունը։ Հիմա ով ա ուզում անիծել։ Ամեն։ Այնպես դժվար հարց է ժողովուրդ, նայում եմ ձեր դեմքին էլ տանջվում եք։ Ոնց օրհնեմ ախար, բա ոնց օրհնեմ։ Թող Տերը մեզ սովորացնի իրականում։ Մենք ոչ թե օրհնում ենք իրանց չար գործերի համար։ Ես գիտեք ինչ եմ անում։ Աղոթում եմ իմ թշնամիների համար։ Ես հիմա այդ մասն է կկարդամ։ Տեր խնդրում եմ իրանց արյունով սրբի ազատագրի դևերից։ Ու հավատացեք, տեսնում եմ իրանք սրբվում ազատագրվում են։ Եվ ընդհանրապես, եթե միտեղ գնում ես բժշկի, գնում ես ինչ-որ գործով, քո աշխատակիցների համար, քո ղեկավարների համար, արյունը կանչի իրանց վրա, Տիրոջ արյունը, խնդրի Տեր սրբի ցանկապատի, ազատի դևեր, դու տես ինչքան հանգիստ է օրդ անցնելու, բժիշկները ինչքան ճիշտ են խոսելու, քեզ ախտորոշելու և բուժելու, եթե մոռանում ես այս հոգևոր պրինցիպները, դևերը վերցնում են իրանց ու հակառակ իրենց գործում են քո կյանքում։ Ես լսել եմ շատ դեպքեր, որ հենց բժիշկների սխալների պատճառով շատ մարդիկ մահացել են։ Դա պատահական չի։ Փառք Տիրոջը։ Երկրորդ Օրինաց 23-րդ գլուխ, երկրորդ Օրինաց 23, հետաքրքիր համար ասա, 5-րդ խոսք։ Բայց քո Եհովա Աստված չուզեց Բաղամին լսել, այլ քո Եհովա Աստված անեծքը քեզ համար օրհնություն դարձրեց, որովհետև քո Եհովա Աստված քեզ սիրեց։ Ամեն։ Ուրեմն ամեն մեկիս կյանքում բաղամներ կան, չէ՞։ Կան մարդիկ, որոնք հակառակված են, որոնք նախանձում են, չարով բռնված են, անիծում են, կախարդում են, դիվթում են, հմայում են, ես չգիտեմ ինչեր են անում։ Քո թիկունքից։ Ամեն մեկի կյանքում լինում են։ Բայց Աստծո խոսքը ասում է քո Եհովա Աստված Բաղամին, այսինքն քո հակառակորդին, չլսեց, որ իր անեծքները, կախարդությունները քո կյանքում կատարվի։ Այլ քո Եհովա Աստված այդ անեծքները քեզ համար օրհնություն դարձրեց։ Ինչի՞, որովհետև քեզ սիրեց։ Իսկ ինչու քեզ սիրեց։ Հովհաննես Ավետարան 14-րդ գլխում 21 խոսքում ասում է, որովհետև ով է ինձ սիրողը, նա որ իմ պատվիրանքներով ապրում է, ես նրան կսիրեմ։ Հայրը նրան կսիրի։ Կգանք նրա մոտ, կհայտնենք մեզ նրան։ Երբ, ինչի սիրեց, որովհետև մենք լսում ենք խոսքը և ապրում ենք խոսքով։ Դրա համար Եհովա Աստված մեզ սիրեց և մեր Բաղամի կախարդություններն ու անեծքները մեզ համար թեքեց օրհնությունների։ Ամեն։ Տեր ասում է օրհնի, անիծողիդ օրհնի, ես հիմա կկարդամ այդ մասին։ Մատթեոս 5-րդ գլուխ, 5-րդ գլուխ, 43 խոսք։ Լսել եք, որ ասվեցավ, ընկերին սիրի և քո թշնամուն ատի։ Հին ուխտում այսպես բան կար, ատամդ կոտրել են, իր ատամը պետք է կոտրես։ Ձեռքդ կոտրել են, ասենք թե ձեռքը պիտի կոտրես։ Աշկդ հանել են, աշկը պիտի հանես։ Ընտանիքիցդ մեկին սպանել են, իր ընտանիքից պիտի սպանես։ Հին ուխտում այսպես բան կար։ Բայց նոր ուխտում Հիսուս ասում է, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին։ Օրհնեցեք ձեզ անիծողներին, նորից անիծողներին օրհնեցեք։
Բարի արեք ձեզ ատողներին։ Կասես, հով ջան, կասեսի գիժա։ Իրա գործնա ինչ կասի։ Դու արա այնպես ոնց Տերն ասում, որ Տերը քեզ սիրի։ Որպեսզի Տերը քո անեծքները, ինչ որ քո թիկունքից ուղարկում են քո վրա, դարձնի օրհնության։ Ինչպես արեց Իսրայելին Բաղամի ժամանակ։ Բարի արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք ձեզ չարչարողներին եւ ձեզ հալածողների համար։ Ամեն։ Տնօրենների, գործատուի, ումոտ որ աշխատում ես, չարչարում, նեղում, աղոթեք, բարի արեք։ Դևերն են իրանց միջոցով, մի մոռացեք դևերի մասին։ Դևերն են դրանց վերցրել եւ օգտագործում։ Բայց եթե արյունը կանչում ես իրենց վրա եւ խնդրում ես Տիրոջ պաշտպանությունը եւ դևերից ազատագրում ես, այդ նույն մարդը լրիվ փոխվում է։ Ինչ որ ժամանակ հետո իր վերաբերմունքը քո հանդեպ։ Ով ունի նման փորձառություն։ Շատ քչերը։ Ժողովուրդ, հեքիաթ չեմ պատմում, ես ինչ որ խոսում եմ, փորձված է։ Արեք այդպես, դուք կտեսնեք։ Ուրեմն արագ անցնեմ սա նորից, բայց ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, սիրել, ինչ է նշանակում սիրել։ Ես այս մասն եմ ուզում խոսեմ։ Բարի կամեցեք եւ բարի արեք ձեր թշնամիներին։ Երբեք մի անիցեք, չար բան մի խոսեք, մի բան բասեք։ Բարի կամենալ եւ բարի անելը նշանակում է սիրել։ Իսկ հարգել եւ ընկերություն անելը դա լրիվ ուրիշ բան է։ Սիրել չի նշանակում ընկերանալ կամ հարգել։ Սիրել նշանակում է բարի կամենալ, բարի անել։ Իսկ հարգել եւ ընկերանալը դա ընդհանրապես ուրիշ բան է։ Դա արդեն մարդը պետքա վաստակի, դու պետքա վստահես, դու պետքա հասկանաս, ով է նոր ընկերանաս կամ շփվես։ Շարունակում եմ, որ որդիկ լինեք ձեր հոր, այդպես արեք, որ դառնաք որդիկ ձեր հոր, որ երկնքում է։ Որովհետև նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա, անձրև է բերում արդարների եւ անիրավների վրա։ Որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք, չէ որ մաքսավորներն էլ են նույնը անում կամ աշխարհիկ մարդիկ։ Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տակ, ինչ ավելի բան եք անում, չէ որ մաքսավորներն էլ են այդպես անում։ Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքում է, կատարյալ է։ Ով է որոշում այսպես ապրի։ Ես հոգով զգում եմ, որ շատերդ լսում եք, ասում եք, ես հովիվը ես ինչ հեքիաթներ է խոսում։ Դե հովիվա հելելա պիտի մի բան խոսե էլի, բայց հո ես լավ գիտեմ ինչ եմ անելու։ Ինչ ներել, ինչ սիրել, այդ կեղտոտին սիրել կլնի։ Որ դու իմանաս ինչ տիպա, ինչ ա, ով է ինքը, հովիվ ջան։ Սիրելներ դա դևերն են նրանց մեջ։ Դու փորձեք Աստծո կամքի համեմատ լինել, դու տեսեք Աստված ինչ է անում։ Ասում է ես եմ քո Աստված, որ քեզ սովորեցնում եմ բարին, հաճելին եւ կատարյալը։ Ու այն խոսքը, առաջի խոսքը, որ կարդացի, երանի թե հասկանայիք եւ անեիք, ուշադրություն անեիք։ Ձեր խաղաղությունը գետի պես պետք է լիներ։ Երանի թե Աստված մեր համար երանի է տալի։ Դե եկեք փորձենք անենք, սիրելիներ ջան։ Գոնե փորձենք։ Փորձը փորձանք չի բերում, չէ՞ ասում են։ Բայց փորձ կա բերում է։ Դրա համար նայած ինչ ենք փորձում, բայց այս հարցում կարելի է փորձել։ Ամեն, փառք Հիսուսին։ Հռոմեացիս 12-րդ գլուխ նայենք։ 17 խոսքից։ Մեկին չարի տեղ չար մի հատուցանեք։ Ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք։ Եթե կարելի է, որքան ձեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի անեք, սիրելիներ, այլ բարկությանը տեղ տվեք, որովհետև գրված է, վրեժխնդրությունը իմն է, ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Այ եթե դու վրեժխնդիր չլինես քո անձի համար, դու ներես եւ անես այնպես ոնց Տերն է ասում, դու տեսեք ոնց Աստված ինչա անում ձեր հակառակորդների գլխին։ Ես փորձել եմ։ Ուղղակի հանձնել եմ Տիրոջը, ներել եմ, օրհնել եմ, բերանս փակել եմ,
ու մեկ էլ տեսել եմ այդ հակառակորդի գլխին ինչ շան օին է եկել։ Այն որ ասում է շունը ձեռից հաց չի առնի։ Լուրջ եմ ասում, սա կատարվում է։ Բայց եթե դու ես վրեժխնդիր եւ դատաստանը դու ես անում, ես չգիտեմ ինչքան կարող ես անես, բայց ասուց շատ չես կարող անես։ Խոսքը ասում է ձեր անձերի համար վրեժխնդիր մի լինեք, սիրելիներ, այլ բարկությանը տեղ տվեք, որովհետեւ գրված է վրեժխնդրությունը իմն է, ես հատուցումը կտամ։ Ասում է Տերը։ Արդ եթե քո թշնամին սոված է, հաց տուր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև այս անելով կրակի կայծեր կժողովես նրա գլխի վրա։ Մի հաղթվեք չարից, այլ բարիով հաղթեք չարին։ Ամեն։ Ով է որոշում այսպես անի։ Հացը ջուրը տուր, նորմալ է։ Կասես ախր ես չգիտեմ, դա Տիրոջ կամքն է։ Տիրոջ կամքն է, նոր կարդացի։ Կասես ախր իրան չի հասնում։ Ոչինչ, դու արա Տիրոջ խոսքի համեմատ։ Եվ կրակի կայծեր կա դիզես նման մարդու վրա։ Փառք մեր Աստծուն։ Հիմա մի համար էլ ուղակի բանավոր ասեմ, 2 Տիմոթեոս 3:5, այստեղ ասում է մարդիկ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, եւ Պողոսը գրում է նրանցից հետ քաշվի։ Այսինքն ես խոսում եմ ներելու մասին, սիրելու մասին, չարով չպատասխանելու մասին։ Բայց մարդիկ ախար գիտես որ տեղով մեկ մարդիկ կան, որ շատ վատն են։ Իրանց դրել են հավատացյալի տեղ, բայց հավատքի բան չկա իրանց մեջ։ Եվ Պողոս առաքյալը հենց այս համարում 2 Տիմոթեոս 3:5 խոսքում ասում է հետ քաշվեք դրանցից, հեռու մնացեք, մեր բառերով ասած, հեռու գնացեք։ Կասես հոյ ջան, բա գրված է ներեք սիրեք։ Ներել ու սիրել չի նշանակում ընկերանալ, ընկերություն անել։ Նոր բացատրեցի, ներել սիրել նշանակում է բարի կամենալ, այսինքն մի կամեցի, որ ինքը ավտովթարից մահանա եւ դժոխքում հայտնվի։ Մի կամեցի այդ բաները, բարի կամենալ, բարի բաներ կամեցի, եւ եթե եկել է քո դուռը, հաց ապետ դուր թող ուտի, ջուր ապետ դուր թող խմի։ Սա է սերը։ Բայց նման մարդկանցից հեռու մնա, հետ քաշվի։ Պողոս ասում է հետ քաշվեք դրանցից, հեռու մնացեք։ Եվ այդ տեսակի մարդիկ են, փառաբանության խումբը կարող է գալ առաջ, վերջի խոսքն եմ կարդում, առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ 11 խոսք։ Բայց հիմա գրեցի ձեզ չխառնվել, որ եթե մեկը, որ եղբայր է կամ քույր է կոչված, անվանված, լինի պոռնիկ կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արփեցող, կամ հափշտակող, այնպիսիների հետ հացել չուտել։ Այսինքն հավատացյալներ կան այս վարքի տեր, այս բնավորության տեր։ Դու նրանց ներում ես, դու չարոյն չարով չես պատասխանում, դու սիրում ես, ամեն, բայց գրված է, որ նրանց հետ հացել մի կերեք, մի շփվեք, հետ քաշվեք։ Մարդ կա գիտի, որ սիրի նշանակում է տնկերություն անի, մոտենա, գնա գա։ Աստվածաշունչ ասում է հեռացեք, հետ քաշվեք իրանցից, որ իրանց մեղքերին մասնակից չլինեք նաև։ Գիտես նաև ինչի համար ասում, որովհետև հիմարների հետ շփվողը գրված է առակաց գրքում, տխմարների հետ ընկերացողը տխմարա դառնալու։ Այդ տեսակն ես դառնալու, եթե իրանց հետ ընկերություն անես։ Իմաստունների հետ շփվողը իմաստունա լինելու։ Դրա համար աշխատի քեզ շրջապատես իմաստուն մարդկանցով, Աստծո խոսքից վախեցող մարդկանցով, ոչ թե տխմարներով, որ ինքը տխմար չդառնաս։ Ամեն։ Ով է հասկանում ինչ եմ խոսում։ Տերը ձեզ շատ օրհնի։ Դրա համար մի խառնեք սերը եւ հարգանքը իրար հետ։ Սերը պատվիրանք է, պիտի պահենք, Տերն ասել։ Բայց հարգանքը արդեն պետքա վաստակեն եւ դու պետքա որոշես։ Սիրել չի նշանակում ընկերություն անել։ Սիրում եմ, չեմ կամենում մեռնես դժոխք կանգնես, չեմ կամենում, եթե հաց էլ պետքա կտամ, ջուր էլ կտամ։ Բայց չեմ հարգում,
որովհետև դու արժանի չես դրան, որովհետև դու ես սորտի մարդ ես։ Ես ցանկություն չունեմ քեզ հետ շփվելու, որովհետև Աստվածաշունչն է ասում, որ ես քեզանից հեռու քաշվեմ, հեռու մնա, որ չընկնեմ քո օրին։ Եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա, որովհետև որոշ մարդիկ խղճի վրա ազդում է, ասում է, երևի չեմ սիրում, Սատանեն գալիս ասում է, բա որ սիրում ես, ինչի չես շփվում, ինչի չես հարգում։ Ես այս բաները խոսում եմ նրա համար, որ դու հասկանաս սիրո և հարգանքի տարբերությունը։ Եվ ընդհանրապես Աստվածաշունչը ինչա խոսում մեզ, որ հասկանանք և այդպես ապրենք, որ մեր խղճի վրա չազդի։ Բայց ես հավատում եմ, որ որոշել ենք չարին չարով չպատասխանենք։ Ով է որոշել։ Հլա, մի 70%-ը որոշեցին, հա։ Այն 30-ն էլ որոշեք, ձեր օգտին կլինի, Տերը կշարժվի ձեր կյանքում։ Բայց եթե դուք անեք դատաստանը, Տերը չի շարժվի։ Տերը ձեռքերը սենց հետևը կանգնած, նայում է ձեզ, ասում է դե արա, տեսնեմ ինչքան կարաս։ Հետո շատ վատ է, որ մարմնավոր սկսում ենք, կռիվ, խոսակցություն, հետո հիշում ենք, որ մենք հոգևոր ենք ու թեքում ենք հոգևորի։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Մարդկա մարմնավոր սկսում է, ուզում է հոգևոր վերջում, թեև փառք Աստծո, բայց ավելի լավ չէ հենց սկզբից էլ որոշես վրեժ չլուծես, հանձնես Տիրոջը, սկզբից էլ հոգևորով սկսես, հոգևորով վերջանաս, որ սատանայի թակարդները չընկնես։ Սատանան ուզում է քեզ քաշի դրա մեջ, որպեսզի քեզ սպանի։ Եվ շատերի կյանքի անհաջողությունները կապված են հենց այս սրա հետ։ Դրա համար ասում Աստված, վրեժը մի լուծի, չարին չարով մի հատուցանի, երանի թե դու լսես, հասկանաս ինչ եմ ասում և անես, խաղաղությունդ գետերի պես է գալու, արդարությունդ ծովի ալիքների պես։ Դե բերեք անենք, սիրելիներ ջան, եկեք ես երգը վերցնենք, Աստծո հետ լինենք, հետո կաղոթենք։ Հալելույա։ Հալելույա, փառավոր Աստված, խոնարհվում ենք, քո առաջ ու փառավորում ենք քեզ, Տեր։ Ալլեբրա դե շքերը ֆովալարա ֆրենդ։ Գիտես հոգու մեջ ինչ ասես Տերը ինձ։ Ասեց այստեղ կանգնած շատ մարդիկ կան, որ շատ լուրջ խնդիրներ ունեն փոխհարաբերությունների հետ, կապված փոխհարաբերությունների հետ։ Եվ այս խոսքը իրենց համար շատ լուրջ խոսք է, որը կարող է բժշկել քո կյանքը, քո փոխհարաբերությունները։ Եթե դու այսօր որոշես չարին չարով չպատասխանես, չբամբասես, չանիծես, ուղղակի օրհնես, Տիրոջ արյունը կանչես, հավատա
շատ դիվային կապանքներ քանդվելու է քո կյանքից, քո հարազատներից, քո ընկերներից, բարեկամներից, որովհետև այդ ամեն ինչը կառուցել է սատանան։ Եվ ձեր մեջ բերել է ատելություն, խռովություն, եւ դու հայտնվել ես սատանայի դաշտում, տերիտորիայում, ռուսերեն ասած։ Եվ դրա համար քո կյանքում շատ օրհնություններ կանգնած է, չի աշխատում։ Սպասում ես օրհնության եւ ահա խավար։ Պատճառը հենց սա է, որ դու ուզում ես վրեժխնդիր լինես, վրեժ լուծես, քո արդարությունը ապացուցես, քո ճշտությունը ապացուցես եւ դու ընկել ես մի իրավիճակի մեջ կյանքում։ Աստված ասում է, ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ։ Երանի թե լսես ու հասկանաս, հենց քո որոշումների հետ կապված է ինչ կլինի քո հետ ապագայում։ Դրա համար որոշի անձդ խոնարհեցնես եւ լսես ասում Տերը ինչ ասում եւ անես այդպես։ Ուղղակի օրհնի, Տիրոջ արյունը կանչի իրանց վրա, ազատագրի իրենց դևերից ու ների։ Ու որոշի, որ վրեժխնդիր չլինես։ Դատաստանը հանձնում ենք Տիրոջը։ Ամեն, դատաստանը հանձնում ենք Տիրոջը, արդեն մնացածը Տերն է անողը։ Ու դու կտեսնես պարտությունը հակառակորդների։ Ասում է քո համար բաղամի անեծքը թեքեցի օրհնության, որովհետև քեզ սիրեցի։ Հիմա մենք չգիտենք մարդիկ մեր հետևից ինչ են խոսում, ինչ են անում։ Այսօր մարդիկ այնքան դարձել են կեղծավոր, որովհետև այդ կեղծավորության ոգիները բռնել են։ Դեմը ժպտում են, ջան ու ջիգյար են անում, հացը ուտում են, բայց սրտերի մեջ ատում ու նախանձում են։ Նախանձի ոգին քո վրա հռչակում են ու գնում են։ Ու դու չգիտես դրա մասին։ Բայց Աստված լրիվ գիտի։ Ով է քո հետ շփվում ինձ սրտով։ Եվ քո բաղամի անեծքը քո վրա օրհնության կթեքի։ Մեր բառերով ասած, քեզ ոչ մեկ չի նավսի, աշկով չի տա, ժողովրդական բառա, չեն նավսել, աշկով չի տա, մարդ ասում ես ինչ վատ աշկ ունի, հենց սրան տեսնում եմ առավոտ, այդ օրս օր չի, մարդ ասում է, գալի մեր տուն, գնում է մեր տունը խառնվում է իրար, հիշում եմ երիտասարդ էինք, մեկը եկավ իմ մոտիկ հարազատներից, բարեկամ, եկավ մեր տուն, տարիքով էր ինքը, մենք մի 22 տարեկան, 22-3 տարեկանում մեր սեփական տունը, մեքենան, ամեն ինչը, եկավ մտավ մեր տուն, նայեց սենց, ասեց, դուք այս տարիքում ամեն ինչ ունեք, իսկ մենք մեր տարիքում, այդ ժամանակ ինքը կլներ մի 45 տարեկան, 40, ասեց, իսկ մենք այս տարիքում ոչինչ չունենք, թողեց գնաց, ու դրանից հետո մեր տունը խառնվեց իրար, ինչքան սերվիզ ունեին կոտրվեց, իրան շուր էիր գալի, չգիտեմ ինչ էին կատարում, տուր ու դմփոց, ավիրմունք, մենք էլ ասում ենք լավ, անցավ մերկոր, խելք եկանք, լավ ես խի սենց, հասկանում ես ինչ-որ մեկը եկավ, նախանձի հսկողությունը հռչակեց տան մեջ գնաց, ու ամբողջ տունը ու սենց տներ են քանդվում, տներ են բաժանվում, տները ամբողջությամբ կյանքը խավարում է, դրա համար եմ ասում, Աստված, եթե դու շարժվես Աստծո խոսքով ու հնազանդվես խոսքին, Տերը քո բաղամի անեծքները, նախանձի հսկողությունները քո համար կթեքի օրհնության։ Հիսուսի անունով, ամեն, դրա համար եկեք հնազանդվենք, փառք Հիսուսին։ Հալելույա, փառք Տիրոջը, թող Տերը օծի։ Էսի հոգևոր գաղտնիքներ եմ ձեզ ասում։ Աստված ասում է, ես քո Աստվածն եմ, ես քո սովորեցնում եմ հոգևոր գաղտնիքներ, որ դու չգիտեիր։ Օրինակ մենք ինչ իմանայինք, որ մեր բերանից դուրս եկած բառերը կատարվելու են մեր վրա։ Դա հոգևոր գաղտնիք է, որ Տերն է ասում։ Դրա համար մայրերը իրանց երեխեքին ոնց ասես դիմում են սխալ ձևով ու հետո նայում ես երեխեքի գլխին գալիս է այդ ամեն ինչը։ Դրա համար սովորի եւ ապրի Աստծո խոսքով։ Եվ օրհնյալ լինի Տերը, որ մեզ սովորացնում է։ Եկեք աղոթենք, Փառավոր Հայր, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցնում ես։ Ես խնդրում եմ Տեր ջան, թող այս խոսքը
մխրճվի քո ժողովրդի սիրտը եւ միտքը, որ նրանք հասկանան լրջությունը եւ որոշում կայացնեն, վրեժ չլուծեն, չարին չարով չպատասխանեն, այլ դատաստանը հանձնեն քեզ, ներելով եւ օրհնելով, Տեր ջան։ Եվ մենք գիտենք, որ մեր օրհնությունը դու ուղարկելու ես մեր վրա, մեր ընտանիք, եւ նա ով արժան չի դրան, այդ օրհնությունը չի գնալու նրա վրա։ Բայց մենք իրականում մեր հակառակորդներին ու թշնամիներին այսօր եկեղեցով բերում ենք քո առաջ եւ օրհնում ենք նրանց իրանց բարի գործերի մեջ, Տեր ջան։ Եվ իրանց կախարդությունների, անեծների եւ չար բաների մեջ չենք օրհնում։ Հիսուս Քրիստոսի անունով հանձնում ենք քո ձեռքը, արդար դատաստանը եւ դու տեսնում ես, Տեր։ Եվ դու կանես այնպես, ոնց որ գիտես։ Օրհնյալ լինի քո անունը, օրհնի քո ժողովուրդը այսօր, Տեր։ Եվ ես աղոթում եմ, որպեսզի քո ժողովրդի վրայից քանդվի սատանայական բոլոր ծրագրերն ու պլանավորումները Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Հիսուսին։